Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցվո մեջ մասնակցեցավ Սուրբ եւ անմահ պատարագին։ Այս մասին վարչապետը հայտնած է իր էջին եւ դեսանյութ հրաբարացած։ Խոզարգություն գիրագանացվի Փառքավաճ Հայաստան գուսակցության առաջնորդ Հայաստանի ողբիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի դան մեջ։ Խոզարգություն գիրագանացվի նաև մուլտիգրուպ գրեթե բոլոր ընկերություններում մեջ, ինչպես նաև այդ կազմակերպություններու դնորեններու բնակարաններու մեջ կհայտնի Փառքավաճ Հայաստան գուսակցության խոսնակ Իվետ Ադոնոյան։ Հայաստանի քննչական կոմիտեն հաստատեց տեղեկությունը, ընդգծելով, որ քրեական վարույթի շրջանակներու մեջ կգադարվին անհրաժեշտ քննչական եւ վարույթային գործողություններ։ Ավելի գանուխ հանրային քրեական հետաբնթում հարուցված եւ մեղադրանք առաջադրված Գագիկ Ծառուկյանի նկատմամբ առանձնապես խոշոր չափերով հարգերեն խուսափելու համար։ Հայաստանի կառավարության աջակցությամբ եւ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ կառուցված վետի ճրամբարի, որը Հայաստանի անկախության տարիներուն կառուցված առայժմ միակ նման կառույցն է, ճրալցման փորձարկման շրջանը բարեհաճող կընթանա, այն գլեցվի վետի եւ Խոսրով քեդերու հեղեղային հոսքերով։ Ճրամբարի մեջ կամբարվի 29.4 միլիոն խորանարդ մետր ջուր, որմով հնարավոր պիտի լա ինքնահոս եղանակով որոկել Արարատ մարզի 11 բնակավայրերու 3220 հեկտար հողատարածքը։ Ճրամբարի կառուցման արժեքը կազմած է 60 միլիոն եվրո, բացի ճրամբարի ծախսերեն եւս 30 միլիոն եվրո ծախսված է վետի եւ Խոսրով քեդերու վրա ջուր ընդունիչ հանգույցներու ջուրի փոխադրության եւ ռոռոկման համագարկի համար։ Ծրագիրի ընդհանուր արժեքը կազմած է 90 միլիոն եվրո, որը հատկացուցած են Հայաստանի կառավարությունը եւ ֆրանսիական զարգացման գործակալությունը, կդեղեկացնեն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամեն։ Ցեզիադեր Անի Զեյթունցյանը։